Տրիբյունեի հարգելի հետևորդներ, այս պահին ԿՊ խմբակցությունը փակ նիստում կքննարկի ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը կապված է հենց ինձ վիրավորելու հետ։ Ինչպես գիտեք, Անդրանիկ Քոչարյանը անթույլատրելի արտահայտություններ արել եւ 161 լրագրողների ստորագրությամբ դիմում էինք մուտք արել ազգային ժողովի աշխատակազմ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու եւ քննարկելու Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Դուք կադրում տեսաք, որ Անդրանիկ Քոչարյանը եւս մասնակցում է այդ նիստին, թե ինչ կորոշեն, պարզ կլինի նիստից հետո, առաջարկում է մնալ մեր եթերում։ Բայց այդ հարցն ենք քննարկում։ Ես գրել եմ, ճշտել եմ գրել եմ։ Փակ քննարկումների վերաբերյալ ես երբևիցե բաց ներկայացում չեմ։ Տրիբյունեի հարգելի հետևորդներ, այս պահին ավարտվեց ԿՊ-ի փակ խմբակցության փակ նիստը Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով, փորձենք հասկանալ, թե ինչ որոշում կայացվեց։ Ոչ, խմբակցությունը դեմ կքվեարկի այդ ապրիլին, մի րոպե, ես չեմ ավարտել, փայլակ։ Խմբակցությունը դեմ է քվեարկելու կոնկրետ այս հարցով էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, բայց խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն падգամավորական էթիկային վերաբերյալ ամենատարբեր հարցերը։ Այդտեղ մենք հույս ունենք, որ ընդդիմությունը եւս մեր հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու եւ կստեղծվի արդեն մշտական գործող էթիկայի հանձնաժողով։ Այս հարցով ներողություն, ես մեկնաբանեցի արդեն ավարտեցի։ Էթիկայի հանձնաժողով հիմիկվա օրենքով ըստ միջադեպի պետք է ստեղծվեր։